Adobe Photoshop-ի նոր տարբերակում թարմացվել է Action վահանակը, որը այժմ ունի ավելի մոդեռն ձև և թույլ է տալիս ավելի արագ աշխատել և գտնել action-ները։ Այս մենյուն, որը դուք տեսնում եք, այժմ բաժանված է ըստ խմբերի և կարելի է ավելի հեշտությամբ գտնել ցանկացած action-ը։ Բացի դրանից, եթե մենք ունենք տարբեր action-ներ, ապա mouse-ը երբ որ տեղափոխվում է այդ action-ի վրա, այսինքն երբ որ մենք նրան հովոր ենք անում, մենք կարող ենք նախադիտել այդ action-ը։ Action-ները, որոնք գտնվում են այս Enhance մասում և հանդիսանում են Enhance action-ներ, նրանք աշխատում են ոչ դեստրուկտիվ ձևով։ Օրինակ, եթե մենք այժմ տանք գույները բարելավելու action-ը, ապա դուք կտեսնեք, որ մեր մոտ կավելանա adjustment layer, որի հետ մենք կարող ենք աշխատել։ Այստեղից եթե մենք սեղմենք, ապա ետ կգա այդ շերտը և կվերադարձնենք այդ action-ը, այսինքն կստանանք մեր սկզբնական նկարը։ Ստեղ եթե մենք սեղմենք Yours tab-ի վրա, դուք տեսնում եք, որ այստեղ ստեղծել ենք մենք արդեն նոր խումբ։ Եթե օրինակ մենք ստեղծենք այժմ մեկ այլ է, պետք է սեղմենք այս ֆոլդերի վրա և այստեղից պլյուսի վրա սեղմելով կբացվի նոր վահանակ, որտեղից մենք ընտրելով որևէ մի action, տալով նրան անուն, բացատրելով թե այն ինչ է անում և ընտրելով շորտքաթերը, որը մենք ունենք այս սխեման classic action վահանակների համար, այստեղից մենք կարող ենք արդեն սկսել record-ը և կատարել որևէ փոփոխություններ համապատասխան մեր նկարի հետ, որից հետո նաև մենք այստեղ կարող ենք ներմուծել տարբեր քայլեր, օրինակ մենյուների իթեմները, ստոպերը, որը բացատրված է մեր նախորդ տեսանյութերում այս դասընթացի և համարյա չի տարբերվում classic action-ի վահանակից։ Այստեղ սեղմելով stop, մենք կարող ենք կանգնացնել այդ մեր գրանցված action-ը և դրանից հետո անենք արդեն այստեղից save։ Համապատասխան save անելով կամ discard անելով կամ cancel անելով և շարունակելով գրանցումը կամ խմբագրումը։ Եթե մենք անում ենք save, դուք տեսնում եք, որ այժմ այն հայտնվում է այս մեր Yours վահանակում, իսկ այստեղ, ինչպես ասեցինք, գտնվում է Essential action-ները, որոնք հանդիսանում են ոչ դեստրուկտիվ։ Բացի դրանից մենք այստեղից կարող ենք սեղմել և վերադառնալ classic տեսքի, եթե ցանկանանք, և ետ գալու համար նորից պետք է սեղմենք action, որ վերադառնանք նոր մոդեռնիզացված action վահանակ։ Ավելացնենք նաև, որ այստեղ մենք ունենք search վահանակը, որտեղից մենք կարող ենք գտնել համապատասխան action-ներ։ Մեր action վահանակի մոդեռնիզացումը, բարելավումը թույլ է տալիս ավելի արագ ընտրել, գրանցել և խմբագրել մեր action-ները։